Ոսնյա Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն այդ մեջ 10 եպիսկոպոսները նորից վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատուն են գնացել։ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո հիմա էլ խորհրդի առաջին նիստն են գումարել։ Օրակարգում կաթողիկոսին անցնցում հեռացնելու հարցն է։ Ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Իսկ ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ունենում։ Հետո ասում, որ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Հայաստանի վարչապետն ամիսներ շարունակ պնդում էր, որպես ջերմեռանդ հավատացյալ է հոգևոր ռեֆորմ սկսել, այժմ որպես վարչապետ է գլխավորում հակակաթողիկոսական շարժումը եւ այստեղ չի տեսնում որևէ խնդիր։ Ես հիմա վարչապետ եմ, չէ՞, որպես ձեր առաջհանդես գալ, ես քաղաքացի չեմ։ Ես քաղաքացի եմ նաեւ, ես հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ եմ նաեւ։ Մայրաթորը որոշ իրավապաշտպաններ, ընդդիմադիրները մեղադրում են վարչապետը ներքաշվել է եկեղեցու գործերի մեջ, այնինչ եկեղեցին ու պետությունն անջատ են, սահմանադրություն ու օրենքներ է խախտում, մինչև 15 տարվա ազատազրկում ենթադրող հանցագործություն է։ Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց եւ քննելուց։ Փաշինյանը սաղմոսով է պատասխանում ընդդիմախոսներին եւ նրանց, որ իր խոսքով եկեղեցին հենակետ են դարձրել պետության դեմ օգտագործելու համար։ Վարչապետի լիազորությունները ոչ թե սաղմոսներով, այլ սահմանադրությամբ ու օրենքներով են սահմանված։ Իր լիազորությունների վերաբերյալ ազատության հարցինի պատասխան Փաշինյանն ասաց չի պատրաստվել, չգիտեր, որ այդպիսի հարց կլինի։ Որտե՞ղ է գրած վարչապետի այնտեղ որտեղ գրած է վարչապետի լիազորությունների մասին, օրինակ վարչապետը լիազորություն ունի բրիֆինգ անելու։ Կա գրած վարչապետի լիազորությունների մեջ, որ վարչապետը չէ, մի ունի, հա, հələ մի հատ կնայենք, հետաքրքիր է, որտեղ է ֆիքսված։ Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքով է նախատեսված, վարչապետը հանրությանը պարբերաբար պետք է կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տա։ Օրենքում գործադիրի ղեկավարին հոգևոր որևէ գործառույթ վերապահված չէ։ Սահմանադրությունն էլ ամրագրում է պետական պաշտոնյաները իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ ու օրենքներով։ Պետության ու եկեղեցու հարաբերությունները կարգավորող օրենքով էլ սահմանված է եկեղեցու ինքնակառավարումը։ Այս դեպքում ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, կամրջում եմ ասաց։ Ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, կամրջում եմ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի հետ, կամրջում եմ նոր կտակարանի ինստիտուտի հետ եւ այլն, եւ կամրջում եմ աղոթքի ինստիտուտի հետ, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Փաշինյանն այսօր էլ պնդեց վեհափառին հեռացնելու են սիրով տոգորված քրիստոնեական հանդուրժողականությամբ։ Եղել է, որ այդ ուղուց շեղվել ու վատ բառեր է օգտագործել վարչապետը, բայց դրա համար ներողություն է խնդրել։ Խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ ներում եմ հայցում իմ մեղքերի համար։ Հովանավանքի Թալինի եկեղեցու գործող քահանաների մուտքը ուժայիններով փակելն ու դրանով կարգալույց քահանաներին խորան բարձրանալու հարցում օգնելը սիրով է։ Օրենքով է այդ ամենը, ասաց վարչապետը, առանց մանրամասնելու, որ օրենքով են իրավապահները ստանձնում վարչապետի գլխավորած հակակաթողիկոսական շարժման պաշտպանությունը։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Դուք խոսում եք օրենքից, որևէ օրենքում գրված չի, որ իրավապահ մարմինները տենստեղ կա, որ չեն կարող մտնել կամ իրավապահ մարմինների մտնելու կարգ գոյություն չունի։ Որն է լինելու վարչապետի ու նրան միացած բարձրաստիճան հոգևորականների հաջորդ քայլը։ Այս պահին հստակություն չկա նաև խորհրդի նիստի վերաբերյալ Փաշինյանի տարածած հաղորդագրությունում։ Այս արշավին զուգահեռ ավելանում են դեպի վեհափառն ուղղվող նետերը։ Առաջնորդի ընդրությունը կգադարվի 3 տեխնազուներեն ժողովրդի կողմէ։ Մենք ժողովրդավար եկեղեցի ենք։ Ուզե իր սիրելի մարդը բերել մեզի բարդացրել։ Ասիկա անընդունելի է, մերժելի է։ Օրեր առաջ հակակաթողիկոսական թիմին միացած Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Վարդապետը 3 հանրայինի եթերում վեհափառին հակականոնական քայլերի համար էր մեղադրում։ Տեղի ծխական խորհուրդները պիտի թեմի առաջնորդ ընտրեն, բայց վեհափառը իր սրտի թեկնածուն ունի։ Ուզե փարաշուտի պես մեկը բերել այնտեղ մեզի ներկայացնել։ Քեղարքունյաց թեմի իր սիրելի սպասավորը առաջնորդը ինչս է։
Թեմական կանոնադրություն կա, որ հենց կաթողիկոսն է վավերացրել, ասում էր Գուսան վարդապետը։ Մայրաթորից մինչև այժմ որևէ պարզաբանում չեն տալիս։ Եթե Շվեյցարիայի թեմի առաջնորդին ըստ թեմական կանոնադրության պիտի ընտրեն Շվեյցարիայում, ինչու է Գեղարքունիքի թեմի առաջնորդն ուղևորվում Ժնև։